ոտքերը բարավորվի ժողովրդան։ Ինքը արժանա բարձրանալու, բայց մենք որպես մարդ պետք է խոնարհվենք նրա առաջ, որպեսզի ինքը բարձրանա մեր սրտերի մեջ։ Որովհետև մինչև մարդը չի խոնարհվում Աստծո խոսքի առաջ ժողովուրդ ջան, մինչև մարդը այդ խոսքը իր ներսում չի բարձրացնում, մի քիչ դժվար է այդ մարդու մեջ հոգու գործնակալը։ Դրա համար Աստծո կամքը բոլոր դարերի մեջ, բոլոր ժամանակներում Աստված գործել է մի բանի համար, որ իր խոսքը հասնի մարդուն, որ մարդը ճանաչի Աստծուն։ Եթե մարդը չի գնում ճանաչելու Աստծուն, մեր բոլոր վազքերը, ջանքերը, պատերազմները զուտ։ Դրա համար, եթե կհիշեք Իսրայելի ժողովուրդն, երբ որ Եգիպտոսի երկրից Աստված հանեց, հիշում եք, չէ՞։ Հանեց, որպեսզի դրանից առաջ ժողովուրդը աղաղակը հասել էր Աստծուն։ Այո, Աստված լսում է մարդկանց աղաղակը, մարդկանց սրտի ձայնը, մարդկանց հոգու ձայնը, Աստված լսում է։ Դուք մի իմացեք, որ ձեր աղաղակը անհասանելի է Աստծուն։ Գրված է, որ Աստծո ականջը արդարների աղոթքն է, գրված է այդպես։ Եվ մեր սրտերը պետք է միշտ համաձայն լինի դրա կամքի հետ, ոնց որ ժողովուրդը նեղության մեջից լսեցին Մովսեսի կանչով Աստծո ձայնը եւ դուրս եկան անապատ։ Բայց մի բան էր, որ նրանք դուրս եկան անապատ, մի ուրիշ բան էր, որ այդ անապատի մեջ կարողանային պահեին Աստծո խոսքը։ Որովհետեւ ժողովուրդ ջան, երբ որ մարդը դառնում է դեպի Աստված, երբ որ այդ խոսքը հասնում է մարդուն համաձայն է տալիս, դրանից հետո խոսքը պահել է պետք։ Խոսքը պահել է պետք։ Եվ դրա համար Աստված, երբ որ անապատի մեջ Իսրայելի հետ գործ էր անում, չէր անում, որ այդ մարդիկ, Աստված զարմացնելու բան չուներ մարդկանց, չէ՞։ Աստված ում է ուզում զարմացնի, ոչ մեկին։ Հա ինչ օգուտ, որ մենք Աստծո գործերը տեսնենք, բայց զարմացած որ ուզպենանք։ Այո, շատերը դեն զարմացած, հաղորդ եղած Աստծո զորություններին, Աստծո մեծ գործերը տեսնելով, բայց կորսվեցին։ Բայց Աստված այդ անապատի մեջ չի ուզում, որ մենք կորստյան որդիներ լինենք։ Աստված հանել է մեզ անապատ, ինչպես Աստծո խոսքն է ասում, ասում է, բայց եւ այնպես է ժողովուրդը չճանաչեց ինձ։ Այսինքն Աստված այդքան ժամանակ Աստվածում պտտացրեց, ինչ գիտեմ մենք անապատի մեջ որ իրոք պտույտն են կատարում։ Այդ պտույտները շատանում է ոչ թե Աստծո պատճառով։ Այդ պտույտները մեր կյանքի մեջ շատանում են նրա համար, որովհետև մենք չենք կարողանում անապատում ճանաչել դրան։ Դրա համար այդ անապատում, որ պետք է մենք անցնենք 40 օր, շատ անգամ 40 տարի է տևում Իսրայել ժողովրդի նման։ Դրա համար Աստված ասեց իմ բոլոր գործերս ցույց տվեցի մի խստապարանոց ժողովրդի, բայց եւ այնպես է ժողովրդի չճանաչեց։ Հիմա Աստված գործ է անում, Աստծո համար դժվար բան չի, բոլոր հրաշքները փոշուպես են Աստծո համար։ Աստծո համար դժվար բան չկա մարդու կյանքում հրաշք անելու։ Էդի Աստծո համար ոչինչ պես բան է։ Մենք ինչքան բաներ ենք լսել, մեր աշխով ինչքան հրաշքներ ենք չէ՞ տեսել մարդկանց կյանքի մեջ։ Անկարելի բաները կարելիների պես է կանչում նա, այդպես գրված է։ Չեղածները եղածների պես է նա կանչում, էդի ոչինչ բան Աստծո համար։ Բայց շատ կարևոր է, որ այդ ճանապարհի մեջ մարդը կարողանա ճանաչել նրան։ Աստված իր գործը անում է մարդու կյանքի մեջ, որպեսզի մարդը ճանաչի Աստծուն, ճանաչի Աստծուն, առանց ճանաչելու չմնա։ Դրա համար գրված է, ասում է, այդ ժողովուրդը անապատի մեջ թեև ասում է բազում գործեր, տեսեք ինչ զարմանալու բան է գրված։ Ասում է 40 տարի քննեցին այդ ժողովուրդը ինձ։ Պատկերացնում եք, մարդը Աստծուն քննի, ու Աստված թույլ է տվել, որ մարդիկ Աստծուն քննեն։ Պատկերացնում եք, ասում է 40 տարի քննեցին ու իմ գործերս տեսան, բայց այդ ժողովուրդը չճանաչեց ինձ։ Այսինքն Աստծո նպատակը եղել է նա, որ մարդը կարողանա ճանաչի այդ ճանապարհի մեջ իրան։ Դուք պատկերացնում եք, դուք ծնվեք մեկից, ապրեք մեկի հետ նույն տարիներ, բայց չճանաչեք իրան։ Զարմանալու բան է, զարմանալու բան։ Բայց մարդիկ քայլել են Աստծո գործերով,
Աստծո գործը գնացել է նրանց հետ, բայց մարդը չի ճանաչել Աստծուն։ Մարդը չի ճանաչել Աստծուն։ Դրա համար Աստծո նպատակն է, որ մարդը այդ ճանապարհի մեջ կարողանա ճանաչել իր հորը ճանաչի եւ այդ բնության հետ հաղորդ լինի։ Սա Աստծո կամքն է, ժողովուրդ ջան։ Թե չէ Աստված չի կամենում, որ մենք դիք հրաշներ, այո այդ բոլոր բաները լինում են դրա համար, որ մարդը կարողանա դառնա Աստծուն, գա ճշմարիտ հավատքի։ Դրա համար ասում է, նրանց մարմինները անապատի մեջ փրված ընկան ինչի համար, հիշում եք։ Անհավատության համար։ Բայց ինչքան գործեր էին տեսել մարդիկ Աստծուց, ինչքան գործեր էին տեսել, բայց նրա խորհուրդը, նրա խոսքը չկպավ նրանց սրտերին։ Դրա համար Վարդան Եղբայրը որ խոսում էր այդ 4 ոսկորների մասին, այդ 4 ոսկորները երբ են կենդանան, հիշում եք, Մարգարեության մեջ գրված այդ մասին, երբ որ Աստծո խոսքը հասավ նրանց, երբ որ Աստծո հրամանը հասավ նրանց, ասկա 4 ոսկորները կենդանացան։ Հաբախյան մարդը տարիներով ապրում այս ճանապարհի մեջ, բայց տենց էլ չի կենդանանում իր վերած վիճակից։ Ինչի համար։ Որովհետև այդ խոսքը տեղ չունի մեր սրտերի մեջ։ Այդ խոսքը տեղ չի գտնում մեր սրտերի մեջ։ Դրա համար գրված է Աստծո խոսքը նույնն է երեկ, այսօր եւ հավիտյան, չէ՞։ Այդ խոսքը փոխվում է երբեք, ոչ։ Դարերը կանցնեն գրված է ամեն բան կկատարվի, ամեն բան կանցնի, բայց իմ խոսքից մի նշանակետ պետք է չփոխվի, մինչև բոլորը կատարվեն։ Այո, Աստծո խոսքը երեկ, այսօր հավիտյան նույնն է։ Երբեք Աստծո խոսքը չի փոխում, մարդիկ են նրա խոսքը փոխում։ Այսօր ուղղություններ կան, այսօր շատ ուղղություններ կան, շատ կոչված եկեղեցիներ կան աշխարհի վրա, որ ծռել են Աստծո խոսքը։ Ապրում են իրանց ուզածը, այդ մասին էլ է գրված։ Ասում է ճշմարիտ վարդապետությանը համբերել չկարողանալով իրանց համար, իրանց դսելիքների մարմաճով վարդապետներ պիտի դիզեն իրանց, որ իրանց սրտի ցանկությունների պես ապրեն։ Մարդը միշտ կամեցել է իր սրտի ուզածն ապրի, մարդը միշտ Աստծո հետ ուզեցել է առևտրի մեջ մտնի։ Բայց հո Աստված էլ մարդ չի, ժողովուրդ ջան, հո Աստված էլ մարդ չի։ Դրա համար երեկ այսօր եւ հավիտյան Աստծո խոսքը նույնն է եւ անցանելի, միշտ այդ խոսքը նույնն է չի փոխվում։ Միշտ այդ խոսքը նույնն է չի փոխվում։ Եվ դրա համար գրված է, քանի որ դու իմ խոսքը պահեցիր, վերջին օրերում փորձության ժամանակ ես էլ քեզ եմ պահելու։ Երբ որ պետք է գա բոլոր աշխարհը փորձելու համար։ Այդպես գրված է, չէ՞։ Ում է պահելու Աստված, հիշում եք։ Հիշեցիք, ով որ իմ խոսքը պահի։ Դրա համար Աստված ուզում է, որ իր խոսքը հասցնի մեր սրտերի մեջ։ Մենք համաձայն ենք սրան։ Դու պետք է հոժար լինես սրան։ Մենք պետք է հոժար լինենք սրան, ես պիտի հոժար լինեմ սրան, ես պիտի խոնարհվեմ այս խոսքի առաջ։ Աստված ոչ մի կերպ առևտրի մեջ չի մտնում մարդու հետ։ Ոչ մի կերպ առևտրի մեջ չի մտնում մարդու հետ։ Մարդը միշտ իր մտքով դու Աստվածների, իր կյանքում ուզեցել է կաշարի Աստծուն, իր ողորմություններով, իր զոհերով, իր պահվածքներով, իր բարեգործություններով, թեև այո սրանք լավ բաներ են, բայց Աստված ուզում է իր խոսքը հասցնի մեր սրտերի մեջ։ Ինչ օգուտ ասում է, որ բոլոր աշխարհը շահես, բայց դու կորսվես, ինչի համար, որովհետև Աստծո խոսքը չհասավ սրտերին։ Աստված մեզանից գիտեք ինչ սպասելիքներ չունի։ Այո, եթե մենք հավատքի մարդիկ ենք, եթե այդ օրենքը, այդ խոսքը հասել է մեր սրտի մեջ, այդ օրենքն ու խոսքը գործ պիտի անի մեր կյանքի մեջ։ Այդ խոսքը պետք է մեր կյանքի մեջ գործ անի, տանի դեպի հոգևոր կյանք ապրելու, տանի ապաշխարելու մեզի։ Դրա համար, երբ որ հիշում եք, Հովհաննես Մկրտիչը երբ որ մկրտում էր, բոլորը գնում էին, չէ՞ իրան, բայց ամեն ինչ մկրտեց Հովհաննեսը, հիշում եք, մարդիկ եղան մերժեց, որովհետև Հովհաննեսը գնահատում էր այդ մկրտության մեծությունը։ Դրա համար երբ որ հրեաների շատերը կան, փարիսեցիներ, որոնք օրենքի վարդապետներ էին, եկան եւ ուզում էին մկրտվել դրանից, շատ բարեգործությունների մասնակից էին այդ փարիսեցիները, մենք շատ հաց ու պանիր պետք է ուտենք, գիտեք, այդպես խոսք կա, չէ՞, շատ հաց ու պանիր պետք է, մենք շատ հաց ու պանիր պետք է ուտենք, որ կարենանք փարիսեցիների առ։ Նրանց մասին գրված ասված դուք ծով ու ցամաք շրջում եք, չէ՞, որ մեկին նորահավատ անեք։ Մենք ինչ ենք անում նորահավատ մեկին անելու համար։
Մենք այնքան հաց ու բանի պետք է ունենք, որ այդպես ժրաջանություն ցույց փարիսեցիների պես։ Ասում դուք ծովուց համար պատտվում եք, որ մենք ին նորահավատ անենք, բայց երբ դարձի են գալիս ձեզանից ավելի գեհերի որդի եք սարքում նրանց։ Հիմա ինչ օգուտ մարդուն, դրա համար երբ որ եկան փարիսեցիները մկրտվելու Հովհաննեսից, ինչ ասեց։ Հիշում եք, իժերի ծնունդներ։ Պատկերացնում եք ինչ խոսքը։ Մենք չենք կարող Հիսուսի պես խոսանք։ Մենք այդպես չենք կարող խոսանք։ Բամբեր մի դիրպարները, որ քարոզում են շատերը են գայթակղում։ Մենք Հիսուսի պես չենք կարող խիստ խոսանք։ Եթե մենք Աստծո խոսքից գայթակղում ա, ուրեմն նշանակում է Աստծուց է գայթակղում, Քրիստոսից է գայթակղում։ Ասեց իժերի ծնունդներ, ձեզ ով սովորեցրեց գալու բարկությունից բախնել, հիշում եք։ Ձեզ ով սովորեցրեց, այդ ինչ ճանապարհներ եք որ, այդ ձեզ թվում է որ մկրտությունները ձեզ փրկելու են, հա։ Այնքան մարդիկ կան, որ այնքան բաների են մասնակիցները, բայց կորսվել են։ Արդեն ինչ ասեց, գնացեք, հիշում եք, չէ՞, ինչ արեք, հիշում եք։ Ապաշխարության արժանավոր պտուղներ բերեք։ Ապաշխարության արժանավոր պտուղներ բերեք ու հանգարց ձեր մեջ չմտածեք, ձեր մեջ չասեք, որ մենք Աբրահամի զավակներ ենք, չէ՞, հիշում եք։ Հանգարց ասեց ձեր մեջ այդպես բան հանգարց մտածելու չանցնեի, որ դու Աբրահամի սերունդներ ենք, ճշմարիտ ասում եմ ձեզ, որ Աստված այս կարիլից կարա Աբրահամի զավակներ անել։ Հիմա դու ինչ անում ես կրում քո վրա, ինչ դիրք ունես քո կյանքի մեջ, ինչ ճանապարհների մեջ ես, ինչ բարձրություններում ես, Աստծո համար մեկը, Աստծո համար մեկը, Աստծո խոսքը երեք այսօր հավիտյան նույնն է։ Եվ Աստծո խոսքն ասում է, պետք է ապաշխարես։ Այդպես մկրտություն, այդպես ճանապարհ չկա, որ քեզ կարա բերքի, եթե Աստծո խոսքը քո սրտին չի կպել։ Եթե քո ներսում ապաշխարություն տեղի չի ունեցել, այդպես ճանապարհ չկա, որ քեզ կարողանա բերքի։ Այսօր աշխարհում այնքան բարեգործներ կան, որ մեզանից շատ բարեգործություններ են անում։ Այնքան կան, ճիշտ է։ Այնքան կան, մենք, չգիտեմ, մեր առաստերը, որ կշերքի վրա դնենք երևա նրանց առաստերի առաջ, չի երևա։ Բայց այդ բանը ինչ օգուտ, եթե մարդը Աստծուն չի ճանաչում, եթե մարդը լսում է Աստծո խոսքը, բայց այդ խոսքը իր սրտում տեղ չունի, այս խոսքով պահված է երկինք ու երկիր գրված Աստծո խոսքի մեջ, այս խոսքը, որը տենց ուժ ունի, զորություն ունի, այդ ոնց է մեր վրա չի ազդում, ոնց է մեր վրա չի ազդում, Աստծո խոսքը մարդուն տանում է ապաշխարության, այդ էր ասում Հովհաննես Մկրտիչը։ Հիմա ասվեց ձեր անուններով հանգարց չպարծենաք, հանգարց չասեք մենք Աբրահամի զավակներ ենք։ Քարերից Աստված կարա հանի Աբրահամի զավակներ։ Քարերից կհանի, դրա համար ապաշխարության արժանի պտուղներ բերեք։ Ապաշխարության արժանի պտուղներ բերեք։ Հիշում եք, կարելի է դերից կարդամ Հովսեե մարգարեության 8-րդ գլուխ 12-13 խոսքերը կարդամ։ Տեսեք ինչ ա գրված։ Մարդու համար գիտեք մարդը հենց կարա շատ բաներ անի իր կյանքի մեջ։ Բայց Աստծուն մոտենալ, Աստծուն ճանաչել, Աստծու հետ համաձայնվել, մի քիչ մարդը դժվարանում է իր կյանքի մեջ։ Մարդը գիտեք ինչ Աստծուն ասում է Տեր ջան, այդ փարիսեցին հիշում եք տաճարի մեջ ինչ էր աղոթան։ Ասում է տես, ինչքան բաներ եմ արել քո համար։ Էս եմ արել, այն եմ արել, այն եմ արել, այն եմ արել, այն եմ արել։ Ո՞ս սրա պես չեմ։ Ո՞ս սրա պես չեմ։ Հիշում եք, առևտրի մեջ է դել Աստծո հետ։ Ուզում են ասել են ինչ կներ եք էլի, կոպիտ ասել, Աստվածներից էլի, նալոգները սա վճարել է բերի, ինձ պակաս բան չկա, դու պարկ ես մնացել ինձ։ Դու ինձի պարկ ես մնացել, սրանից հետո դու պետք է օրհնես ինձ, տեսել ինչքան բաներ եմ արել քո առաջ։ Բայց դեռ ինչ ասեց։ Ասեց այն մաքսավորը ավելի արդարացած վերացի ատում։ Աստված երբեք առևտրի հետ մեջ չի մտնում մարդու հետ, ժողովուրդ։ Աստված ուզում է, որ մեր սրտերը թրփատված լինեն, համաձայն լինեն, իր խոսքը կպած լինի մեր սրտի մեջ։ Թե չէ, այո, Հիսուսն ասեց, հիշում եք այդ տասանորդների, այդ շամանի տասականորդների մասին, երբ որ խոսում էր, ասում էր, սրանք պետք է արեք, բայց մյուսները չթողեք, այսինքն այդ ամենակարևոր բաները, որ չլինի, որ մենք լինենք մշուկները քամողներ, բայց ուխտը կուլ տվողներ։ Հասկացա՞ք։ Աստծո համար ամենակարևոր բանը նա է, որ մարդը ճանաչի իրան իր կամքը,
խոնարհվի այդ խոսքի առաջ, համաձայնվի նրա հետ, եւ այն ինչ որ ապրում է, կան դրանից, որ Աստվածը իր մեջ արել։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Կարդամ Հովսեե մարգարեություն 8-րդ գլուխ 12-13 խոսքերը, տեսեք ինչ ասում։ Տեսեք ասում է իմ օրենքից մեծ բաները անուր գրեցի։ Աստված մեծ բաներ է մեզի հայտնել, մեծ բաներ։ Իմ օրենքից մեծ բաները անուր գրեցի, սակայն օտար բանի պես սրբեցավ։ Պատկերացնում եք, մարդ օտար բան է համարում Աստծո օրենքը, մերժում Աստծո օրենքը, չի ուզում լսել այդ օրենքը, չի ուզում կատարել օրենքը, չի ուզում պահել օրենքը, ինքը համաձայն չի օրենքի հետ։ Բայց ասում սա մեծ բան է, ու ես հայտնել եմ դա ձեզ։ Սակայն օտար բանի պես սրբեցավ, անոնք զոհաբերությունը կսիրեն, անոնք միս զոհեն ու կուտեն, միս կզոհեն ու կուտեն։ Տեսեք, մարդը սենց բաներ կարում անի։ Էսի բան է, էլի արևտուր Աստծո հետ։ Անեց, Տեր ջան, ինչ է պետք է, զոհել, ինչ է պետք անեմ, բայց օրենքը չէ։ Օրենքը մի քիչ ոնց որ իմ բանը չէ, էլի։ Ոնց է 23-րդ դառնա, 22-րդ դառնա։ Ինչ օրենքի բան։ Իսկ ինչ օրենքի մասին է խոսքը։ Բայց ասում են նրանք սիրում են, նաև ինչն են սիրում ասում է։ Անոնք զոհաբերություն կսիրեն, անոնք միս կզոհեն ու կուտեն, բայց Տերը անոնց չի հաճոյանար։ Պատկերացնում եք, բայց Տերը անոնց չի հաճոյանար։ Հիմա անոնց աներունությունը պիտի հիշե եւ անոնց մեղքերը պիտի պատժե։ Այսինքն Աստված չես կարող Աստծուն կաշառես։ Ուզում ես զոհ արա, ուզում ես ինչ ուզում ես արա քո կյանքի մեջ։ Եթե դու Աստծո կամքի, որովհետև Աստծո օրենքը իր կամքն է։ Եթե Աստծո կամքն է, եթե դու Աստծո կամքի հետ համաձայն չես, ինչ ուզում ես արա, ո Աստված մարդ չի որ կաշառվի։ Աստված ո մարդ չի որ կաշառվի։ Ռամբար Աստված իր խոսքն է ուղարկել հասցնելու մեր սրտերի մեջ, որպեսզի մեր ներսի խավարը, որտեղ գրված է, չի ասում քո օրենքը լույս է, ճրագ է ճանապարհներին, որ այդ խոսքը լուսավորի մեր ներսի բոլոր խավարանքները, մեր ներսի բոլոր խավարանքները, այդ իր խոսքը պետք է անի։ Դրա համար ուզում է իր խոսքը տեսեք Նիկոդեմոսի մասին գրած է, չկարդամ այդ մասին բանավոր ասեմ դուք հիշեք։ Նիկոդեմոսին ինչ էր ասում, Նիկոդեմոս ինչ է, Կորնելիոսին։ Հիշում եք Կորնելիոսը աղոթքարով մարդ էր, չէ, ողորմություններով գրված է։ Եվ երբ որ հրեշտակը հանդիպեց Կորնելիոսին, հիշում եք ինչ ասեց Կորնելիոսին։ Ասեց Կորնելիոս, քո բոլոր աղոթքները, ողորմությունները, չէ, հասել են երկնքի Տիրոջ առաջ, պատկերացնում եք, ինչ ողորմած մարդ էր, բայց ինչ ասեց։ Բայց ասեց մարդ ուղարկի հոպե, չէ, Պողոս անունով մեկի մոտ Պետրոսի ներողություն, Պետրոս անունով մեկի մոտ ասում է, նրան ասում է կանչի, որպեսզի նա խոսքեր խոսա, լսեց դուք եւ քո ընտանիքը։ Հիմա տեսեք Աստծուն բավարար չէր, լավ էր որ Կորնելիոսը ապրում էր աղոթքներով, իսկ շատ լավ բան է։ Էդի լավ էր որ Կորնելիոսը ապրում էր ողորմություններով, եւ դրանք բարձրացել էին Աստծո առաջ, բայց Աստված ասեց բան կա քեզի բակաս Կորնելիոս, մարդ ուղարկի, թող Պետրոսը գա, խոսա քեզի ու քո ընտանիքը, այդ խոսքն է կարևոր։ Այդ խոսքը պետք է խոսա, որպեսզի դու եւ քո ընտանիքը բրկվեք։ Թե չէ կիսատ պրատ արնելու ամեն ինչ քո կյանքի մեջ։ Այդ խոսքը պետք է գա որ խոսի, ինքը պետք է գա խոսի քեզ, որ դու բրկվես եւ քո ընտանիքը բրկվի։ Եվ Կորնելիոս ասում է ես աննազան չգտնվեցի այդ ցայնին։ Ժողովուրդ, Աստված իր խոսքն է հասցնում մեզ, համաձայն ես այդ խոսքի հետ։ Աստծո համար սա է կարևոր։ Աստծո խոսքի հետ համաձայնվելով, Աստծո խոսքը գալով քո ներսը, այդ խոսքը տանելու է քեզ Աստծուն ճանաչելու եւ խոնարհվելու իր առաջ։ Եվ վերջին օրը Տերն ասում է, դու բարեցիր իմ խոսքը, այն աշխարհը, որ պետք է ինգնի փոխության մեջ է տորելում, ես էլ քեզ եմ բարելու։ Տիրոջ անունը բարավորվի։ Ամեն։ Կանենք աղոթքի։